Շնորհակալ եմ շատ ազգային ժողովի նախագահի հարգելի տեղակալ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ։ Նախ ուզում եմ ազգային ժողովի բոլոր պատգամավորներից շնորհակալություն հայտնել հետաքրքիր քննարկումների համար, որոնց ամբողջ ընթացքում ըստ էության ներկա էի։ Ելույթների ընթացքում բազմաթիվ հարցեր բարձրացվեցին, քննադատություններ հնչեցին, որոնք արժանի են կոնկրետ արձագանքի։ Բայց իմ հատուկ ուշադրությունը գրավեցին եւ հիմնականում պիտի արձագանքեմ այս անգամ միայն այն ելույթներին, որոնցում կամ կամահարանքով, կամ քննադատորեն, կամ որպես համաձայնություն, կամ որպես աջակցություն ասվում էր, թե կառավարությունը կենտրոնացած է կամ իրականացվում է պետության կառուցման կամ կայացման կամ զարգացման քաղաքականություն ու ռազմավարություն։ Անկախ նրանից, թե ինչ տոնայնությամբ կամ ինչ երանգավորվամբ էր դա ասվում, պիտի ընդգծեմ, որ իսկապես պետականության կառուցումը այսօր մեզ համար բացարձակ առաջնահերթություն է։ Բայց ինչ է սա նշանակում, ինչ կարող է սա նշանակել անկախության 34-րդ տարում, միթե անկախությունից 34 տարի անց պետականության կառուցումը դեռ կարող է լինել առաջնահերթություն։ Այո, որովհետև այստեղ խոսքը ոչ միայն ինքնին պետության, այլև նրա էության, նպատակի ու բովանդակության մասին է։ Այս թեմային իրականում անդրադարձել եմ դեռ նախորդ տարվա զեկույցի քննարկման ժամանակ, իրական Հայաստանի և պատմական Հայաստանի մասին իմ ելույթում, բայց ընթացիկ քննարկումն ինձ համար ակնհայտ դարձրեց, որ թեմայի ևս մեկ շերտի անդրադառնալու, ևս մեկ շերտ պարզաբանելու հույժ անհրաժեշտություն կա, և դա կապված է Երրորդ հանրապետության բովանդակային էության հետ։ Խնդիրն այն է, հարգելի ներկաներ, որ 1980-ականների վերջին Հայաստանի անկախության գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության ու պետականության, այլ հանուն Ղարաբաղի խնդրի լուծման։ Այսինքն, մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար։ Քաղաքական իրողություն է սա, ինչը հաստատվում է հետազոտություններով։ 1989 թվականին անկախության գաղափարը գերակշռել է այն բանի արդյունքում, որ Ղարաբաղ կոմիտեն կորցրել է ԽՍՀՄ իրավակարգի շրջանակում Ղարաբաղի հարցը լուծելու հույսը և ինչպես ասել է Ղարաբաղ կոմիտեի առաջնորդներից մեկը, անկախությունը հարկավոր է Ղարաբաղի հարցի լուծման համար։ Իհարկե անկախության հռչակումից ու ձեռքբերումից հետո պետականության կայացման օրակարգը գոյություն է ունեցել միշտ, բայց շուրջ 30 տարի մենք կառուցել ենք պետության մի մոդել, որը հիմնականում և առավելապես նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը, Ղարաբաղյան շարժմանը և հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու տրամաբանությանը։ Սա չեմ ասում որպես քննադատություն, այլ ասում եմ որպես իրողություն, որովհետև մենք բոլորս կամ առնվազն մեծամասնությունը հաշտ ենք եղել այդ մոդելի և նպատակադրման հետ։ Ինքս էլ լիարժեք կերպով հաշտ եմ եղել այդ մոդելի հետ, մինչև այն պահը, երբ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ փաստերին ու տեղեկություններին հասանելիություն ստանալուն զուգընթաց, կամաց, քայլ, սկզբից աղոտ, ապա և առարկայորեն հասկացել եմ, որ եթե մեզ համար անկախությունը, պետականությունը միջոց են Ղարաբաղի հարցի մեր պատկերացրած լուծման համար, մի շարք արտաքին դերակատարների համար Ղարաբաղի հարցը միջոց է մեր անկախությունը, պետականությունը, զարգացումը, բարեկեցությունը թույլ չտալու, ապա և մեր պետականությանը վերջ դնելու համար։ Այդ վերջնանպատակի իրագործումը մեկնարկած է եղել արդեն 2018 թվականին։ Այդ նպատակի իրագործումը եզրափակիչ փուլ մտավ 2020-ի սեպտեմբերին և գագաթնակետին հասավ 2021 թվականի մայիսին և այդ վերջնանպատակը գործակիցներ ունի նաև Հայաստանում և այդ գործակիցները կարծում են, որ Ղարաբաղի հարցն է կարևոր և ոչ թե անկախությունն ու պետականությունը։ Դաշնակցության այդքան քննարկված 004 շրջաբերականը
Հոգևոր հայտնի անձանց այստեղ մեջբերված հարցազրույցները, Հայաստանի նախկին ղեկավարության հայտարարությունները այս ծիրի մեջ են, այս տրամաբանության մեջ։ Այսօր ահա գաղափարական այս դարակազմիկ բախման երկրորդ արարն է տեղի ունենում։ Կառավարող մեծամասնությունը, անձամբ ես, ասում ենք, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել եւ լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար։ Մենք սա ցավոք շատ ուշ ենք հասկացել։ Իսկ ընդդիմությունն ըստ էության ասում է, որ Հայաստանի պետականությունը մի նպատակ եւ իմաստ է ունեցել եւ ունի։ Ղարաբաղյան շարժում, Ղարաբաղի հարց, ուրեմն Ղարաբաղյան շարժումը պետք է շարունակել, անկախ նրանից, թե դա ինչ հետևանքներ կունենա։ Բայց ես ոչ միայն համաձայն չեմ այս տեսակետի հետ, այլև մեր կառավարման 7 տարիներին ետ նայելով արձանագրել եմ մի բան, որ հիմա արդեն կարող եմ բարձրաձայնել։ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությամբ Հայաստանի կառավարման ղեկին հայտնված քաղաքական թիմը դաժան փորձությունների ու հարվածների տարափի ներքո ինտուիցիա եւ արիություն է ցուցաբերել, կարողանալով քայլ առ քայլ, կտոր առերեսվել այն փաստի հետ, որ Ղարաբաղյան շարժումը օբյեկտիվորեն վաղուց ավարտվել է եւ այն շարունակելու մեր հավաքական ջանքը ընդհանրապես օգտագործվում է Հայաստանի առանց այն էլ թուլացած անկախությունն ու պետականությանը վերջ դնելու համար։ Ու այս իրողությանն առերեսվելով կառավարող մեծամասնությունը որդեգրել է մի ռազմավարություն, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունը ոչ թե Ղարաբաղի կամ ինչպես ասում են մեկ այլ ազատագրական հարցի լուծման գործիք է, այլ Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը, ազատությունը, երջանկությունը, անվտանգությունը ապահովելու գործիք։ Որ 29743 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը ոչ թե ավելի մեծ հայրենիք ունենալու միջոց է, այլ մեր երազանքների հայրենիք պետությունն է եւ մեր վերջնական հանգրվանը որպես ժողովուրդ։